Միջև էս ուղղակի դիսկրետ պատահական մեծություններից ենք խոսացել, եկեք մի երկու բառով էլ ասենք որոշ անդադ պատահական մեծությունների բաշխումներ։ Դե առաջինը մեր սիրած հավասարաչափ բաշխումն է, uniform distribution-ն է։ Այս որն է լինում, որ ինչ որ մի հատ AB միջակայքից, ֆիքսված միջակայքից, հա, պատահական թիվ ես ընտրում։ Չգիտեմ, պատահականորեն ինչ որ արժեք ես վերցնում եւ ոչ մի արժեք մյուսից ավել կամ պակաս հավանական չի։ Այդ դեպքում ասում ենք, որ մեր պատահական մեծություն ունի հավասարաչափ բաշխում, այս n, որ անին պատահական թիվ է վերցնում 0-10 միջակայքից, դա է։ Այսինքն չեմ կրկնում, մի 3-10 առաջ ենք արել, ուրեմն ինքը այս բանաձևը ունի իր խտության ֆունկցիան, այսինքն դու տասես AB միջակայքը։ Բոլոր կետերում խտությունը նույնն է, այսինքն խտության ֆունկցիան տեսեք հաստատ ունը, այսինքն իր բանաձևը, որ ներողություն գրաֆիկը, որ գծեմ խտության ֆունկցիայի, սենց գալիս է միջև A կետը, հետո դառնում է սենց, հետո գնում է սենց։ Ու տակ եղած մակերեսն էլ մեկ է իհարկե։ Հա, սա էլի չեմ կրկնում, գրում ենք սենց UAB։ Այսինքն AB միջակայքի վրա հավասարաչափ բաշխված պատահական մեծություն։ Այսինքն ինչ որ բան է, որը ինչ արժեք ասես կարողանա ունի, ոչ մի արժեք մյուսից ավել կամ պակաս հավանական չի։ Օրինակ, մարդկանց հասակները հավասարաչափ չեն բաշխված, հա, այսինքն 30-ից 35 սանտիմետր լինելու հավանականությունը ընդհանրապես հավասար չի 160-165 լինելու հավանականության։ Դրանք հավասար չեն, բայց խոսքով լիքուժ բան հավասարաչափ են, շատ լիքը բաներ էլի, այդ պատահական ինչ-որ մի հատ մատը դնում ես, պատահական ինչ-որ կետից նայում ես հեռավորությունը, կամ պատահական ճանճը գալի նստում է ձախ ծայրակետից այսքանով այն կողմ, այդ ամեն ինչը իրանք հավասարաչափ պատահական մեծությունները, սա արդեն դիսկրետ չի, անընդհատ է, այսինքն ընդունում է անվերջ շատ արժեքներ, որովհետև ինչ-որ միջակայքի միջի արժեքներ են։ Ու տենց, էլի ամենարժեքի հավանականությունը 0 է, սա մեր CDF-ն է, որը ստացել ենք էլի այդ մեր դասի ընթացքում, մի քանի դաս առաջ, այս իր PDF-ն է, ինչ եք ոնց եք հիշում կամ ոնց եք կարծում, ինչքան էր x-ի մատսպասումը, եթե ինքը AB հավասարաչափ է բաշխված։ Միջինում ինչ թիվ կասեմ, էլի, եթե 0-ից 10 թիվ եմ ասում։ B մինուս A երկրորդ։ Համարյա, մինուս թե պլյուս, որ պլյուսը վերցնեմ ինչ կլինի, սենց հարց տանք, էլի։ AB հատվածի միջնակետը կգա, եթե պլյուսով վերցնենք։ Ահա, շատ ճիշտ է, հենց։ Այո, եւ հենց այդ AB հատվածի միջնակետն էլ մեր պատասխանն է։ Այդ B մինուս A երկրորդն եթե քառակուսի բարձրացնեմ մի հատ է բաժանեմ 3-ի, դա կստացվի վարիանսը։ Այսինքն դե մի քիչ էս համար ոնց որ միջինը էս միջնակետն AB-ի, վարիացիան այդ մի քիչ տարօրինակ է մեկնաբանել ամեն դեպքում, բայց ակնհայտորեն դեռ մեկ էլի միջինից դեպի ձախ ամենաշատը հատվածի կեսի չափ կարող գա, դեպի աջ հատվածի կեսի չափ։ Ամեն դեպքում, եթե հաշվեք այս խտության ֆունկցիայով x քառակուսու միջինը եւ այլն իրարից հանեք էսի, կտածվի որ վարիացիան էսքան է։ Եկեք մի ուրիշ բաշխում նայենք, որը մեր երկրաչափական բաշխման անընդհատ տենց տարբերակն է։ Ենթադրենք որ երկրաչափական բաշխումը ինչ էր ասում, ասում էր քանի անգամ է պետք ինչ որ փորձ անել, մինչև հասնես կոզած արդյունքի։ Քանի հատ լոտո է պետք ջնջել հատիկով, մինչև շահես։ Սա ասում է քանի ինչքան ժամանակ է պետք սպասել, հա, կոպիտ ասած, քանի վայրկյան է պետք սպասել, այսինքն ինչքան ժամ պետք է սպասես, մինչև ավտոբուսը գա, կամ ինչքան, չգիտեմ, օր պետք է սպասես, մինչև ենթադրենք ինչ որ լավ ֆիլմ դուրս գա, որը քո դուրը գալիս է։ Այսինքն, եթե ինչ որ գործ ունես մի բանի հետ, որքան ժամանակ պետք է անցնի մինչև այս ինչ բանը տեղի ունենա, օրինակ այն ավտովթարը օրինակով, հա, եթե Պուասոնը ասում էր քանի հատ ավտովթար կլինի, այստեղ կարող հարցնենք, ինչքան է պետք սպասել, մինչև հաջորդ անգամ տեղ ունենա ավտովթար Իսակովի վրա։ Այդ բանը ինչքան ժամանակ է պետք սպասել, ինքը ունի, այսպես ասած, ցուցչային բաշխում կամ էքսպոնենցիալ բաշխում, եւ իր բանաձևը սենց է որոշվում, լամդա, այս լամդան չգիտեմ թե աչքում գրած, կարող գրածել ձախ կողմ, լամդա անգամ a մինուս լամդա x աստիճան։ Այն ոնց որ տեսնում եք Պաուսոնի նման է իր այս բանով, a մինուս s աստիճանով, դուրս բերումը ճիշտ ասած չեմ ասի, որովհետեւ չգիտեմ կարծիքը դրա ոնց է, կարծում եմ որ գրքի մեջ կլինի բանը, այսինքն չեմ գրքի մեջ կա թե չկա, բայց կարծում եմ որ կա դուրս բերումը,
Եթե չկա, բայց հետաքրքիր է, կարող գրեք անպայման ինչ որ մի բան հոմ կդնեմ, որտեղ բացատրում է խի է այս բանաձևը դա բնութագրում։ Բայց այս բանաձևով որոշվող պատական մեծությունները իրանք ցույց են տալիս ժամանակը, թե ինչքան է պետք սպասել, որ այս բանը տեղի ունենա։ Լյամդան ստեղ մեր էլի պարամետրն է, այսինքն լյամդայի տարբեր արժեքների դեպքում տարբեր բաներ ենք ստանալու։ Սենց ասեմ, լավ, ժողովուրդ, եթե ով է ստեղի լյամդան էսի է, եթե միջինում ասենք իսակովում ավտովթար տեղի ունենում 3 ժամը 1, հիմա տեղի ունեցել ավտովթար, հա։ Միջինում մեկը կլինի 3 ժամ հետո։ Այդ դեպքում, նո վերցնենք 3 ժամ, լյամդան լինում է այս 3-ի հակադարձը։ Այսինքն միջինում քանի ժամ հետո պետքա լինի, լյամդան է դրա հակադարձն ես վերցնում, միջինի հակադարձ ոչ թե միջին էլի։ Ու էլի ոնց որ ենթադրում կարելի է ինչ-որ սահմանների միջոցով ապացուցել, գալիս հանգում ես այս բանաձևին։ Սրա մեջ տեղադրում ես լամբդա 1/3-ը, ստացվում է ինչ-որ մի հատ գրաֆիկ, որ այ հավանական է տեղ ունենա 10 րոպե հետո, ինչքան հավանական տեղ ունենա 20 րոպե հետո, 30 րոպե հետո եւ այլն, ընդհանուր մինչեւ 3 ժամ, 4 ժամ, 5 ժամ եւ այլն։ Ուտեց։ Սա այդ մեր այդ ցուցչային կամ էքսպոնենցիալ բաշխումն է, ասենց են գրում x լամբդա էլի վերցնես, այսինքն մի քանի տարբեր պատահարներ հաշվես, քանի նախորդը տեղ ունենած, քանի ժամ հետո է եղել, այդ թվերի միջինն ես վերցնում, միջինի հակադարձը լինում է քո լյամդան, դնում ես բանաձևի մեջ ու ինքը աշխատում է։ Եվ ինքը ոնց որ եկաչափականը տենց էլ ինքը, եթե եկաչափականը միակ դիսկրետ բաշխումն է, բայց չգիտեմ այս ինֆորմացիան մեջներն է, բայց եթե դիսկրետը միակ բանն է, որ դիսկրետի դեպքում եկաչափական բաշխումը միակն է, որ հիշողություն չունի, անընդհատների մեջ էլ այս ցուցչային է հիշողություն չունի։ Էլի memory less է, այսինքն եթե դու ավտոբուսին արդեն 15 րոպե սպասում ես, լավ, եթե դու արդեն 15 րոպե սպասում ես, երբ պետք է ինչ-որ մի հատ ավարիա լինի Իսակովի վրա ու չի եղել ավարիա, հավանականությունը, որ եւս 20 րոպե հետո կլինի, այդ նույնն է, ինչ որ ուղղակի 15 րոպե չսպասեիր։ Կամ եթե, չգիտեմ, նստած ասում ես, այ 20 րոպեա, ասենք թե զառը գցում եմ 6 չի ընկնում, ինչքան պետք է սպասեմ մինչև 6 ընկնի, այդ ոնց որ ոչ մի ձև չի փոխում, էլի, այն փաստը, որ դու միջև այդքան անգամ ձախողվել ես։ Եթե միջև այս ավտոբուսը չի եկել, հավանականությունը, որ հաջորդող 20 րոպեում կգա, այդ ոնց որ եթե համարենք, որ ավտոբուսը լրիվ պատահական է գալի, էլի, բայց տենց չի։ Խոսքով էլի ստացվում է, որ ոչ մի տարբերություն չկա, 20 րոպե սպասես, թե չես սպասել։ Հավանականությունը, որ եւս 10 րոպե պետք է սպասես, նույնն է, ինչ հենց նոր եկածը ներկան գար ու 10 րոպե սպասել, էլի։ Այս հիշողություն չունենալը երբեմն բան է, երբեմն իրական կյանքին մոտիկ չի լինում, դրա համար մարդիկ ուրիշ բաշխումներ են վերցնում, բայց այն դեպքում, երբ որ սենց է, երբ որ իրոք էլի, եթե հիշողության խնդիր չկա, այսինքն երբ դեպք ունենա հաջորդ ավարիան, դա ոչ մի ձև կախված չի նրանից, թե նախորդը երբ է եղել, ոչ մի ձև, էլի։ Լրիվ անկախ ձևը վլնում է։ Հետաբար այդ նույն ձևով ինքը հիշողություն չունի։ Նման դեպքերում հավուրում կարելի է օգտագործել այս ցուցչային բաշխումը, ֆարսով օգտագործել էլի, նկատի ունեմ լյամդան հաշվել, տեղադրել, ստանալ գեղեցիկ բանաձև։ Եկեք մենք նայենք իր գրաֆիկները ու հարցերը տանք։ Օրինակ լյամդան 6 է տեղադրում, այսինքն միջինում 1/2 րոպե հետո տեղի կունենա։ Ստացվում է ասենց մի հատ գրաֆիկ։ Եկեք ժողովուրդ, մենք նորից հասկանանք այս ինչա նշանակում։ Ստեղ եթե վերցնեմ օրինակ x-ի արժեքը, ասենք թե 3, բարձրանում եմ վերև, ինքը վերադարձնում է հավանականություն, լավ, խտություն է վերադարձնում իրականում, բայց կանք համարենք, որ մոտավորապես որ նույն հավանականությունն է, վերադարձնում ասենք թե 0.2։ Բայց չէ, խափեցի, էսի ամեն դեպքում խտություն է վերադարձնում, ինչ որ արժեք է վերադարձնում, հա, ասենք 0.001։ Նշանակում է հավանականությունը, որ 3 րոպե հետո տեղի կունենա ինչ-որ մի բան, այդ հավանականություն չէ, խտությունը դրա 0.001 է, այսինքն եթե 3-ի կողքը մի քիչ ցենց հատված վերցնես ու ցենց այդքան տեղը ինտեգրես, ինչքան մեծ, այդքան ուրեմն հավանականությունը շատ, դա է դա։ Ու խոսքով տեսեք ինչ ասում, լյամդան էդի միջին այդ ժամանակի հակադարձն է, մեկը բաժանած միջին այդ ժամանակը, այս մեր էքսպոնենցիալ գրած է բաշխումն է, բետան վերցնենք ինչ-որ մի արժեք, օրինակ ասում է ինչքան է պետք սպասես, մինչև տեղի ունենա հաջորդ այդ բանը, հա, ենթադրենք ավտովթար ինչ-որ մի բան։ Ստեղ դնում եմ 3-ի, այս սրա արժեքը 3-ի վրա,
Ասում է, օքեյ, ուրեմն այ հավանականությունը, որ տեղի կունենա առաջի, ես չգիտեմ, մի րոպեի ընթացքում, այսքան է խտությունը, որ մի քիչ անկում գնաց, մի քիչ փոքրանում, մի քիչ անկում գնաց, մի քիչ փոքրանում է, ինչքան էս բետան սենց կամ բարսամայսկում, ինչքան սենց կամ սենց պարկում է։ Ոնց որ խիա սենց էլի, որտեվ երբ որ բետան դնում եմ ինչ-որ սենց բան, ասենք 0-ին մոտիկ արժեք, 0.37 նշանակում է շատ քիչ ժամանակ է պետք սպասել, մինչև տեղի ունենա այդ ինչ բանը։ Օրինակ, եթե ձեր պատահեն տակով րոպեն 1 մարդ անցնում, այսինքն մի րոպեի մեջ անցնում է ընդհանրեն, չգիտեմ, 3 հոգի, հակադարձը տալիս է 1/3, չէ՞։ Ասում ես, բան էլի, ոնց որ րոպեում 3 հոգի անցնում, ինչքան պետք է սպասեմ, մինչև հաջորդ մարդը անցնի, ասում է շատ քիչ։ Տեսեք, փոքր արժեքների հավանականությունը մեծ է։ Ստեղ ասում է ինչքան պետք է սպասել, ժամանակը թե որքան է պետք սպասել, հա, սպասելու ժամանակը։ Ստեղ այդ ժամանակի հավանականությունն է ցույց տալի։ Բարձր խտությունը այդքան ավելի մեծ հավանական, այդքան պետք է սպասես։ Այսինքն եթե քո պատանի տակով րոպեում 3 հոգի անցնում է, դու կարիք չունես 5 րոպե սպասելու։ Տեսեք, 5-ի խտությունը համարյա 0 է։ Այսինքն 5 րոպե սպասես, 5 րոպե հետո նոր առաջին մարդը անցնի, դա չի լինի։ Բայց եթե մի րոպե սպասես, միջև մի րոպե որ մարդ կա, դա մեծ է հավանական։ Նույնիսկ ասում է, եթե կոպտասած էս ասած էլի, եթե րոպեում 3 հոգի անցնում, ինչքան պետք է սպասես, մինչև մի հոգի անցնի, մոտավորապես 1/3 րոպե։ Okay, այսինքն 1/3 րոպե սպասում ես 20 վայրկյան ու գալիս է։ Այդ դրա հավանականությունը մեծ է, ինչքան 0-ին մոտ, այդքան ավելի մեծ է ստեպում, էլի։ Ու հակառակ, եթե ասում ես իմ պատանի տակով 1000-ից 1 է մարդ անցնում, ասենք ես պետք է, չգիտեմ, 4.5 րոպե սպասեմ, որ նոր մարդ կանցնի, այդ դեպքում ասում է հավանականությունը, որ հենց հիմա այս պահին մարդ կանցնի, շատ փոքր է, այսինքն այս ձախի այս կողմի արժեքները փոքր են, ու ճիշտ է գնալով փոքրանում է, բայց ասած ցենա, որ այս սրատակի ամբողջ մակերեսը այլևս կուտակված չի ձախ կողմում։ Իսկ sense որ կուտակված է։ Այս բետան այնա թե սովորաբար երկար ենք սպասում, թե կարճ ենք սպասում, էլի, չգիտեմ, կարող պատկերացնեք շտապօգնության այդ օպերատորներն եք սպասում են ինչքան ժամանակ հետո կանչ կգրանցվի։ Հերիքան նայել թե մի ժամվա մեջ քանի կանչ է գրանցվում, ստեղ բետան դնել դրա հակադարձը, ինքը ձեզ կասի, ինչքան ավելի sense ձախին մոտիկ է գրաֆիկը, այդքան նշանակում է ավելի կարճ ժամանակ անց ձեզ զանգ կգա։ Ինչքան ավելի sense պարկած հավասարաչափոտ է, նշանակում է ոնց որ ուշ զանգեր կգան, էլի երկար պետք է սպասես, որ քեզ զանգ գա։ Սա է դա ցույց տալի, ոնց հարցեր տանք, ժողովուրդ, ինչ հարցեր ունենք։ Հարցեր, ինչ որ առաջարկներ կան, որ հարցը դրա վրա նորից անցնենք։ Իսկ կարանք այս էքսպոնենտալ բաժնման ֆունկցիան գրենք, նո ցույց տալ էլի sense։ Շատ լավ, կամ այսինքն որ ցույց տանք, այսինքն է լինում։ Այդ իդեպ լավ առաջարկ է, որովհետև ինքը ինչ որ իմաստով ավելի արտահայտիչ է։ Տեսեք 0-ից 1-ի արանքն է, իրավունք ունի 1-ից վերև փոկվի։ Ինչքան բետան sense եմ ասում, այսինքն ասում եմ, բան 1000-ից 1 ինչ որ բան տեղ ունենում, այդքան հավանականությունը, որ պետքա սպասել ընդհանրենք 10 ժամ միջև տեղի ունենա, տեսեք ոնց որ եկեք ֆիքսենք, օրինակ ասում եմ ինչքան հավանական, որ առաջին 5 ժամում տեղի չունենա։ Նախ 5 ժամ տեղի ունենալը, ստեղ ցույց է տալի ինչքան հավանական, որ տեղի ունենա առաջին 5 ժամում ինչ որ բան, ստեղ ասում է ինչքան հավանական, որ 5 ժամից հետո տեղի ունենա, ինչքան մակերեսը շատ, այդքան հավանականությունը մեծ։ Հիմա եթե այս բետան հակադարձնա նրա, թե ինչքան հաճախ է տեղի ունենում ինչ որ բան։ Եթե շատ հաճախ է տեղի ունենում, նու լավ, մի քիչ խափեցի, այս աճ մասը ցույց է տալի մեծ 5 ժամը գումարած այս ձախինն էլ, ինքը գումարային է։ Եթե բետան փոքր եմ դնում, շահմա շատ հաճախ է տեղի ունենում։ Րոպեն 1 զանգում է, առաջին 5 ժամում լինելու հավանականությունը շատ մեծ է, 1-ին շատ մոտիկ է, տեսեք, սենց գալիս է 1։ Եթե ասում եմ 1000-ից 1, բետան սենց բան եմ մեծացնում եմ։ Ոնց որ փախնում է այն կողմ։ Այսինքն եթե ոնց որ 10 րոպեն 1 պետքա լինի այդ ինչ բանը, ինքը ասում է 10 ժամ 1 պետքա լինի, ասում է այսքան տեղը լինելու հավանականությունը շատ փոքր է։ Նայեք 5 ժամ ունելու հավանականությունը 10/4։ Ու դա բռնում է մեր պատկերացումների հետ, այն իմաստով, որ եթե ինչքան ներքև ես բետան տանում մի խոսքով, այդքան ասում ես ավելի հաճախ է տեղի ունենում, ինչ որ մի բանը, ավարիաներ օրինակի համար։ Ինչքան վերև ես ստանում, այդքան ասում ես ոնց որ 1000-ից 1, այսինքն այդքան հազվադեպ է տեղի ունենում, այս ինչ բանը։
ու տենց էլի, եսի որ անում ես, ուղղակի ստեղ մի սխալ բան եմ գրել, այս ոչ թե մեծ է 5 ժամ, այլ սա ընդհանուրն է, էլի, սա ցույց է տալի մեծ է 5 ժամ, գումարած փոքրավասարա 5 ժամ, ես ոչ մի բան ցույց չի տալի։ Պրոստը կանք համարենք որ բան էլի, ես սրանից հանենք այս տարբերությունը հաշվենք, հա, այս սրանից եւ այս սրա այդ բարձրների տարբերությունը։ Ճիշտ ասած, հայցան, ես որ նայում եմ, բանը, ոնց որ 0-ից 5 ընկած հատվածն ավելի փոքր է, քան 5-ից ունենք 12 ընկած հատվածը։ Իսկ վիզուալ չի երևում, էլի, որ մակերեսով մեծ է, էլի, որ հասկանանք։ Ահա։ Շուտ գալու հավանական հնարավորի մեջ լինի։ Շատ լավ։ Այդ ստե մի հատ կարևոր բան անենք, այ կակրած որ ասեցիք, մեր տեսեք մակերեսները ես արանքը մի տեղ առնեցի, մակերեսների հետ օգտակար աշխատել, երբ որ PDF-ով ենք աշխատում, երբ որ CDF-ն է, տակ եղած մակերեսը կապ չունի, այդ նոր սխալ էի ասում, էլի, շատ չար սխալվում է, տակի մակերեսը կարևոր չի, կարևոր այն թե այս 5 կետում ինքը ինչ արժեք է ընդունում։ Տեսեք 5 կետում մոտավորապես 1 է։ Եվ այս ասենք 12 կետում էլ է մոտավորապես 5։ Կարևոր է ոնց որ այս բարձրությունն է, էլի, այս առանցքի վրա ինչքան վերև ներքև է։ Շնորհակալություն։ Ահա, էսի որ սենց անեմ, ասեմ բանը հազվադեպ են մարդիկ գալիս, կասի օքեյ, այդ դեպքում հավանականություն որ 5 ժամվա մեջ մարդ կգա 0.7-ը։ Հա, այսինքն իրոք պետքա տակի մակերեսին շատ չդարձնենք, դա PDF-ական թեմա է, սա CDF-ն է, պետքա ուշադրացնենք այս բարձրությանը, ինչքան է բարձր 5 կետում ունեցած արժեքը։ Ու տենց, ինչքան հազվադեպ, այդքան առաջին 5 ժամվա մեջ լինելու հավանականությունը քիչ, ինչքան հաճախ, այդքան առաջին 5 ժամը լինելու հավանականությունը շատ, դաժե մի բանը առաջին մի ժամում լինելուն շատ, առաջի 10 րոպեում լինելուն շատ եւ այլն։ Այդ լավ որ ասիք, դե չէի նկատի։ Շնորհակալություն։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Սա այդ եթե ուրեմն հավասարաչափը կարող օգտագործեք, երկրաչափական բաշխում կարող օգտագործեք բոլոր այն դեպքերում, երբ որ սպասում եք քանի փորձից է լինելու, իսկ այս ցուցչայինը կարող օգտագործեք, երբ որ սպասում եք ոչ թե քանի փորձ, այլ որ քանի ժամ հետո, քանի րոպե հետո, այսինքն որքան ժամանակ հետո է լինելու։ Սա էկզոտ տալի քանի հատիկ հետո, բայց մեկը փորձեր դիսկրետ էլի, մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, մյուսը ժամանակ։ 1 րոպե, 4.5 րոպե, 5 օր 6.5 ժամ եւ այլն։ Շատ լավ։ Այս լյամդան նույն ընդեղի բետան է։ Դե այդ մատսպասումը 1 լյամդայրորդ է, այսինքն եթե բան էլի, րոպեում 3 հոգի է գալի, ինչքան է պես բասեմ չէ մի մարդ գա, 1/3 րոպե։ Ну, տենց էլի, այսինքն 20 վայրկյան։ Վարիացիան 1 բաժանած լյամդայի քառակուսի է, էլի չեմ հիմնավորում ինչի, կարող փորձեք դուրս բերել, միգուցե ինչ որ գեղեցիկ բացատրություններ լինի, բայց կարող ուղղակի ֆիքսենք որ սենց է։ Ու ժոր վերջապես մեր այդ միջև ասած այս բոլոր հավանականությունների թագուհին նորմալ բաշխումը, նորմալ կամ գաուսյան բաշխումը ժոր, դա այն մեր զանգակաձև բանն է, օրն է։ Այսինքն երբ որ ունենում ես այս bell shaped curve, լիքը բաներ կյանքում, չէ, մարդկանց բոյը քաշը եւ այլն, նույնը ոչ միայն մարդկանց համար, բայց ավելի հաճախ երբ որ ինչ որ data ունես, որը պետքա որ միջինի շուրջը համախմբված լինի, միջինից մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, էլի։ Ու այդ մի քիչ էս կողմ, այն կողմի այդ սխալանքի չափը, դա հաջորդ դասին այդ խոսանք, էլի, ուղղակի մի թեթև ասեմ, այդ սխալանքի չափը միջինից ինչքան վեն էս կողմ, այն կողմ, դա նույնպես միշտ ունի նորմալ բաշխում կամ գաուսյան բաշխում, էլի, այսը գաուսն է եւ թե բանորը դրա համար իր անունով ասում։ Ուրեմն այս նորմալ բաշխման բանը ունի sense տարօրինակ տես, բայց բանաձևից չենք վախենում, ինքը հեսա որ գրաֆիկը տնակ լրիվ կհասկանաք ինչ է կատարվում։ 1 բաժանած արմատ 2-ին դա ձևականություն է, զուգթիվ են ստեղ գրել, որ ինտեգրես մակերեսը տա 1։ Սա կարևոր չի։ Բաժանած սիգմա։ Տեսեք, ասում եմ պատական մեծությանս միջինը ինչքան է, այդ որ բանը է, էլի bell shaped curve որ ասում ենք, պետք է ասեմ այդ զանգակի կենտրոնը որտեղ է, այսինքն սենց գալիս է։ Որքան է այս միջինը այս արժեքը, հա, այսինքն այստեղից որ այսպես այս բարձրանում ես վերև, այս բանը, հա։ Իրան սովորաբար նշանակում են m տառով կամ հունարեն mu տառով։ Եթե ուզում եք, կարող անգլերեն m-ով նշանակեք, կարող հայերեն m-ով նշանակեք, կարևոր չի, էլի։ Միջինը դու ինձ ասա, ես կիմանամ, որ sense միջինից այս կողմ այն կողմ sense հանդարտ, sense փեշերը իջնում են ներքև, sense սարի նման իջնում են ներքև կամ զանգակի նման ու շատ արագ է իջնում։
այդ արագ իջնելու արագությունը այս y աստիճանի մեջ է իրականում, որ y մինուս ինչ որ աստիճան է գրած, հա, այս y մինուս աստիճան ինքը դրական բան է եւ արագ նվազող, շատ արագ նվազող։ Ու մեկ էլ դու ինձ ասա այս բանի, ուրեմն ինչքան է իր վարիացիան, այսինքն սենց է, թե օրինակի համար մի քիչ ավելի սենց սեղմված, թե մի քիչ ավելի փռված։ Այդ սեղմվածության ու փռվածության աստիճանը այդ մեր ուրեմն վարիացիան սիգմա քառակուսին է, հետեւաբար ստանդարտ շեղումը սիգման է, ու տենց տեղում ես բանձի մեջ հիասքանչ ձևով ստացվում։ Թե ես բանձի մեջ ճիշտ ես դուրս բերում էլի չեմ անի, առնվազն մի 2-3 տարբեր ձև կա, ոնց է կարելի իրան տենց ինտուիտիվ հասկանալ էլի, որ սենց է։ Կարծում եմ այդ օգտակար կլինի, եթե կարդաք, բայց տենց ուղղակի կողքից օգտակար բան է, էլի զուտ։ Սովորաբար ֆիքսում են, որ իր բանաձևը սա է խտության ֆունկցիայի, ու տես գրառում են սենց, ասում են x ունի նորմալ բաշխում, չոր մյու միջինով և սիգմա քառակուսի վարիացիայով, այսինքն սիգման իր ստանդարտ շեղումն է, ստեղ գրում են քառակուսի, և ինքը ոնց ասենք ամենահաճախ հանդիպող այդ բաների ոնց որ գլխավոր բաշխումն է, հա։ Ինքը և նոր մենք փաստորեն հայտնաբերեցինք, որ ինքը Պուասոնի բաշխման տենց անընդհատ տարբերակն է։ Մյուս կողմից կարող ասենք, որ այս նորմալ բաշխումը շատ նման էր, եթե հետ գնանք մեր մեկ այս բինոմական բաշխումը, եթե ստեղ n-ը մեծ են վերցնում, ինքն էլ շատ նման է ստացվում այդ մեր բանի, նորմալ բաշխման։ Ինչ որ տենց արկաչափով ասում են, եթե n-ը p արտադրյալը 5-ից մեծ է, ենթադրենք, մեկ է n-ը 1 մինուս p արտադրյալը 5-ից մեծ է, ուրեմն քո այս բանը շատ նման է նորմալ բաշխմանը։ Չգիտեմ, ստեղ ինչ որ մտեղ միգուցե եւ ունենանք նաեւ դրա գրաֆիկը։ Հա, սա ոսկե նորմալ բաշխումն է, այսինքն բանաձևը մեկնաբանելը տենց շատ իմաստ չունի, որ ասեմ, բայց օգտակար բան է։ Սա իր գրաֆիկն է ու միշտ է հանդիպում, էլի։ Մի երկու բան եկեք նշենք իր մասին ու խնդրեմ հարցեր տաք։ Նորմալ բաշխումը ինքը ցանկացած արժեք ընդունում է ինչ որ հավանականությունով, այսինքն մարդկանց այդ հասակները ասում ենք, որ այսինչ, հնարավոր է նաև ինչ որ մարդու հասակը լինի, ասենք 3 մետր, 4 մետր, 5 մետր, դե 3 մետր կարող է, բայց 5 մետրն էլ հավանականությունը կա, ուղղակի շատ փոքր է, 0-ին այնքան մոտիկ է, որ չի լինի։ Հա, այսինքն ստեղ փեշեր որ սենց իջնում են, երբեք 0 չեն դառնում, որտեվ y-ի աստիճանը երբեք 0 չի կարող դառնալ։ Ու այս միջինը տեսեք, ես կոմեկում կարամ տանեմ, ինքը սենց փոխվում է։ Եվ այս սիգմա քառակուսին, որ սենց եմ անում, ավելի հավաքվում է իր կենտրոնի շուրջ, կարող հասնեք բախի է բարձրանում վեր է, բարձրանում, որ տակի մակերեսը 1 լինի։ Հա, այդ խտությունը միշտ նենց է նորմավորած, որ տակի մակերեսը 1 լինի։ Իսկ եթե սենց անեմ, կլենանա, բայց որպեսի շատ չլայնանա, նաև լայնանա, բայց մակերեսը մնանունը պետք է h-նի։ Ու սենց իրավիճակներ է ստացվում, ինքը բոլոր այս սրանք զանգակաձև գեղեցիկ շատ խորեր են և իրանք կոչվում են նորմալ բաշխում։ Հեսա, ստեղ էլի կարանք կառավարենք, մի խոսքով երկու բանով է որոշում, միջին և այդ վարիացիա կամ ստանդարտ շեղում։ Տենց։ Էսի շատ հետարքյա, մենք սրա մասին հաջորդ դասին էլի խոսանք, ինքը շատ հաճախ հանդիպում ու բայց լավ, եւ մնացած կոնտեքստը հաջորդ դասին խոսանք, որ հիմա բան չլինի, ժամանակավորը չլինի։ Եկեք մի հատ նախքան առաջ անցնելը ինչ հարցեր ունենք ստեղից, ժողովուրդ, եկեք այդ հիմա քննարկենք։ Օրինակ էս նորմալ բաշխման մեջ միջինը, եթե տված չի, մենք ինտեգրալով են գնալու գտնենք, թե ուրիշ տարբերակ կա։ Շատ լավ, գիտեք ոնց է, եթե բանաձևը ունեմ, այս բանաձևի մեջ այստեղ մյուն կա գրած, այսինքն բանաձևից կարող միանգամից միջինը գտնեմ, ու միջինը եթե ունեմ, կամ տեղադրեմ ստե բանաձևը ստանամ, միջինը ու սիգմա։ Բայց եթե ինչ-որ խոսքը նրա մասին լիներ, որ ունեմ ինչ-որ մարդկանց տվյալներ, հա, ասենք ունեմ 40 հոգի, չգիտեմ, ուզում եմ չափեմ, ենթադրենք, ասենք թե Ավան թաղամասում ապրող մարդկանց, ասենք բան, հա, միջին պատական վերցած մարդու հասակի այդ պատականության խտության ֆունկցիանը ուզում գծեմ։ Ոնց է կարելի անել, կարելի է գնալ վերցնել Ավանից, ասենք 200 մարդու հաշվել իրանց միջինը, նմուշային միջին, էլի 200 հոգու միջին ուղակի քաշը, կամ միջին հասակը։ Էդի վերցնեմ որպես մյու տեղադրեմ ստեղ, մետը հաշվեմ այդ նմուշային վարիացիան, էդը տեղադրեմ ստեղ, ունենամ շատ իդեալական բանաձև, որը շատ լավ մոտարկում է, մոդելավորում է իմ ունեցած այդ իրական տվյալները, իրական ոնց որ բանը, բաշխումը։ Այսինքն այդ միջինը բանաձևից կարող գտնեմ, եթե բանաձև ունեմ,
կհավաքեմ տվյալներ եւ տվյալներից կմիջինացնեմ, կստանամ նմուշային միջին, որը կարող դնեմ ստե ու գնամ հետ գնամ բանաձևի։ Ու հենց բանաձևը ունեցար, արդեն կարաս հանգիստ ինտեգրես եւ այլն, բոլոր այդ գործողությունները իր հետ անես։ Ինչ ասես։ Շնորհակալություն, ես մի հատ էլ հարց եմ հետաքրքիր։ Այսինքն մենք հիմնականում աշխատում ենք, օրինակ, եթե ունենք ասում ենք նորմալ բաշխում, աշխատում ենք նենց բաշխման, որ օրինակ նորմալին շատ նման է։ Այդպես է մոտավոր պատկերացնում։ Հա, իդեալական դեպքում հենց կոնկրետ նորմալն է, բայց կարող լինի նորմալին շատ նման, այսինքն իրենց ունենամ ընդամենը 100 հոգու նմուշ, այդ 100 հոգուց մոտավորապես վերակառուցել, հա, այսինքն այն նորմալ մեր ասածն է, որ ինչ որ կետեր եմ ունենում, մի քանի հատ կետ ընդամենը, հա, օրինակ էս էլ ինչ որ sense տակի բանը, մի քանի հատ կետ եմ ունենում, ու փորձում եմ նենց բռնացնեմ իմ այս մյուն եւ սիգման, որ այդ իմ կետերին նորմալ մոտարկի։ Հա, ասենք եթե ունենայի sense կետեր, ինչ որ sense մարդիկ են, ինչ որ այսպես էս իրանց բաներն են, քաշերն եմ այսպես վերցրել նկարել։ Դե առաջայցքից ինչ որ չգիտեմ ճիշտ ասած լավ երում թե չէ, բայց առաջայցքից sense ես իմ ինչ գեղեցիկ բան չի ես պատկերը չի զգացում էլի, որը պետքա լինի, բայց ես մեր մյուն մի քիչ էս կոն որ բերենք, մի քիչ էլ էս մեր սիգման sense անենք, հա, միգուցե մի քիչ է պետքա բան անել, չգիտեմ։ Կարող է նորմալ չգծեցի, այն ինչ որ գծեցի, կարող է դա նորմալ բաշխում չունի, մի քիչ ուրիշ բաշխում ունի, բայց այսինքն բերում եք, բռնցնում եք ձեր դատայի հետ ու հետո իհարկե տարբեր ձևեր կան, որ վիճակագրության մեջ այդ բաժնը մտնեք, կտեսնեք։ Տարբեր ձևեր կան նայելու, օրինակ այս կորը որ գծեցի ինքը արդյոք լավ է մոտարկում իմ դատային, թե վատ։ Արդյոք իմ դատան իրոք այս նորմալ կորի վրա ընկած, թե չէ։ Կարող է այս մի կորը ավելի լավ է մոտարկում, կարող է էսի ավելի լավ մոտարկում։ Այդ կետերը վերցնում են, կորը փորձում են դրա կառուցեն, բայց հիմնականում աչքով չես տենում, էլի զուտ ինչ որ միջինը վերցնում ես, դնում ես բանաձևը ստացվել։ Սենց պուլտով չի էլի, որ այս կոմենքում տանես բերես։ Հետո զուտ նայում ես, ստացած այդ բանաձևը արդյոք լավ է մոտարկում քո դատային, թե ոչ։ Ու դից։ Ու եթե լավ մոտարկում, ասում ես ունեմ ունի դա նորմալ բաշխում, այս ինչ միջին։ Այսինքն որ մարդկանց բոյի ունի նորմալ բաշխում, դա ընդունում ենք որպես փաստ։ Բայց այդ նորմալ բաշխման մյուն եւ սիգման ինչքան են, դա չգիտենք։ Բայց դրանց կարող մոտարկենք, այսինքն վերցնենք ինչ որ մի քանի հոգու, իրանց իման վրա միջինը վերցնենք ու ասենք որ մոտավորապես մյուն սա է։ Այսինքն բաշխման բանաձևը գիտենք, մյուն ու սիգման չգիտենք, այդ մյուն ու սիգման ստիպված մոտարկում ենք։ Եվի տենց է կարելի ձևակերպել։ Շնորհակալություն։ Շատ լավ, ձեզ ենք շնորհակալ, հարցեր ուրիշ կամ առաջարկներ։ Մենք մեր հաջորդ դասին մի քանի անգամ հանդիպելու ենք էլի այս մեր նորմալ բաշխումը, դե բարձր ենք, որ իրոք ամենտեղ կա, էլի, այսինքն այդ հիմնավորել ենք, որ ինքը ամենտեղ կա։ Սա մեր բան, տարբեր նորմալ բաշխումների համար դեպքեր, ինչքան մյուն էս կոմենքում ենք տանում, դա ուղղակի ձախ է տեղափոխում մեր զանգակը, զանգակի կենտրոնը։ Զանգակի կենտրոնը հենց մյունն է, միջինն է, ու սենց ինքը սենց իջնում է այդ դրանից, սենց գեղեցիկ սիմետրիկ ձևով։ Սիգման ցույց է տալի ինչքանով է փռված, այսինքն սենց տափակոտա, թե սենց շատ սուր բարձրանում է վերը։ Ոստակ մի քանի արժեքների համար կարաք տեսնենք։ Համեցեք։ Այս բանաձևը իրականում շատ բարդ է հիշելը։ Համաձայն եմ, շատ բարդ է։ Իրականում նենց էլ չի ճիշտ ասած, որ պետքա հիշեք, էլի զուտ որ տեսնեք միանգամից կճանաչեք։ Միգուցե որ մի անգամ արժի տենց ինչ որ մոտավորապես իրան դուրս բերել, ոնց որ կարող ինչ որ մի ձև առաջարկեմ, թե ոնց դուրս բերեք, բայց հավանաբար ուղղակի տենց ինչ որ գրքից կամ ինչ որ մի վիդեո կարծեմ կա լավ, որի մեջ էդի ցույց է տալի։ Բայց նենց չի որ մի անգամ որ դուրս բերես հիշելու ես, այդ ինչա թե ունենում, մի քիչ խառն է ինքը։ Գիտեք ոնց ինքը բնականորեն ստացվում է, երբ որ դու ուզում ես ասես, օրինակ, պատկերացրեք, ոչ թե մի փոփոխական ունեմ, այլ պատահականորեն վերցնում եմ ինչ որ մի կետ, հա, ինչ որ լավ, կրակում եմ, ենթադրենք թիրախ է, ուզում ներություն։ Կրակել է 0 կետին, 0 կետին։ Կարամ ինչ որ կրակեմ, մեկ էլ է շատ մոտավոր ասում եմ, թե ոնց է կարելի այս բանձևը ստանալ։ Այս կետին եմ կրակում ստեղ, բնականաբար մեկ-մեկ կպնում եմ իմ թիրախին, մեկ-մեկ թիրախից հեռու եմ կպնում, բայց ինչքան հեռու այդքան քիչ հավանական, էլի, այսինքն ես համարենք լավ եմ կրակում ու մոտիկա լինում այս բանին, մեկ-մեկ շեղվում է։
Այդ դեպքում ոնց որ կարաս ասես, օքեյ, ուրեմն իմ XY այդ կետի բաշխումը, հա, այսինքն խտությունը x եւ y կոորդինատների, ասենք այ կպելաստը, հա, այս x կոորդինատներն են y կոորդինատ։ Ասում ես, օքեյ, x y կոորդինատների բաշխումը ինչ որ բանաձև պետք է որոշվի, տենաս ինչ բանաձև է որոշվում։ Ասում ես, քանի որ x-ն ու ոնց որ ընդհանրապես իրարից անկախ են, էլի, իմ կրակածը վերև ու աջ կլինի, վերև ու ձախ կլինի, ներքև աջ, ներքև ձախ, այսինքն ձախ աջը ու վերև ներքև իրարից անկախ են։ Այսինքն ասում ես, բան էլ x-ը եւ y-ը իրարից անկախ են։ Ստե քան որ անկախ են, ուրեմն ասում ես fxy-ը հավասար է fx անգամ fy արտադրյալով։ Դե որպեսի բաշխում այդ ինտեգրալը 1 կլինի, ստե անգամ ինչ որ մի թիվ, ինչ որ մի լյամդա թիվ, այս լյամդան իրական այսի ստացվի էլի։ Լավ, եկեք գրենք ալֆա թիվ։ Սա անհայտա դեռ կորոշենք։ Ու հետո ասում ես, լավ, այդ որ բանաձևն է, որ հա, մեկ էլ ասում ես, սա մյուս կողմից է պետքա կախված լինի x-ի ու y-ի ունեցած հեռավորությունից այս կենտրոնից, հա, ինչքան հեռու, այդքան քիչ հավանական։ Այսինքն մյուս կողմից էլ էսի պետք է լինի արմատ x քառակուսի գումարած y քառակուսի։ Խոսքով սենց որ մի տգեղ բան է ստամ, հետո ասում ես սրա այդ որ ֆունկցիան է սրա լուծում հանդիսանում, պատասխան լինում է y-ի ոնց որ եթե առանց արմատ ու քառակուսիներ, թե y աստիճան անգամ y b աստիճան, սա հավասար է y a գումարած b։ Քանի որ արմատով ու քառակուսիով է այստեղ, այս բանաձևի մեջ, մեր մոտում ունենք մենք y մինուս ինչ որ բանի քառակուսի։ Y մինուս x քառակուսին ազու։ Հետո իրան բազմապատում ես ինչ որ մի թվով, որ ինտեգրալը տա 1, դա ես դիմացի գրածն է։ Հետո մի հատ էլ ասում ես, օքեյ, իսկ ինչ եթե ոչ թե 0 կետին եմ կրակում, այլ այս կետին, ասենք թե 2y կետին, դա բերում է նրան, որ μ-ն է փոխվում, մեկ է սիգման է փոխվում։ Ու դառնում է շատ այնպես բարդ բանաձև, էլի, բայց ում ասեմ մի քիչ թե շատ ինտուիտիվ գալիս է նրանից, որ շատ ինտուիտիվ չի էս իմ ասածը, այդ որ երկու փոփոխական մտցրեցինք, նոր լուծեցինք հարցը, մի փոփոխականով չգիտեմ ոնց են ապացուցում։ Բայց ոնց որ այդպես մի հատ մաթեմատիկոս կա շատ հայտնի, ինքը երբ որ մի անգամ ասել են բան, էլի մաթեմ չեմ հասկանում, ասել է մաթեմը չեն հասկանում, մաթեմի հետ համակերպվում են։ Այսինքն դու ոնց որ ընդունում ես, որ այդ ֆիզիկայի մասին չէ։ կարող է ֆոն Նոյմանն ասել կամ վան Նոյման բարձրացած ասում, շատ բնորոշ ֆիզիկայի ենթադրում երկու տեղն են նույն ձևը, էլի, ես ֆիզիկա չգիտեմ, բայց երևի տենց է։ Բայց մաթեմի մեջ էլ է հաստատ տենց, էլի, այսինքն դե իհարկե բնական է, ինչ որ բաների այնքան ես հավատում, որ քո աչքին դա շատ բնական է, կարող բացատրես ուրիշին, որ տենց է, բայց հավա հումորով ասել իրականում, բայց ոնց որ այս բանաձևը ինքը այդ բոլոր լավ հատկությունները ունի, էլի, այս միջինն է, ասես միջինից այդ իշխման ներքև ու իշխման ներքև, ու այդ անկում արագ է տեղի ունենում ու համաչափ է երկու կողմի նկատմամբ։ Հա, ու որ երկու փոփոխականի ես անցնում, էսի միակ ֆունկցիան է, որ բավարարում է այդ xy կետ, էլի, այդտենց է դրա համար զանգակաձև բաշխում ունենալու։ Բայց մի հատ լավ վիդեո կդնեմ եւ կարծեմ Freeblue One Brown-ն է, որ խորտ կտամ է դրանով նայել, ինքը ավելի լավ է դուրս բերում է, էլի, ու եւ եթե գրքի մեջ է կլինի։ Կարծիքներ, շատ երկար դժվար փորձերից հետո հիշում եմ, բայց շատ երկար ժամանակ ես չեմ կարծել հիշեմ, էլի, այսինքն տարիներով այդ չգիտեմ, դժվար է հիշել, էլի, նույնիսկ եթե անգիր անես, տենց շատ ինֆորմացիա չի կրում, էլի։ Գիտեք ոնց ժողովուրդ, ստեղ կարող նայեք, ասենք x-ից հանած μ, այդ ինչ է նշանակում։ Օրինակ որ μ-ն դնեի 0, չէ, եկեք հետ գնանք այն բանին ու տեսնենք, որ μ-ն որ դնեմ 0, այ այսպես կգա օրինակ ստեղ, չէ, այս մեր 0-ի վերևը կլինի։ Հիմա եթե դու ունես սրա խտության ֆունկցիան, ասում ես եկեք հիմա x-ի փոխարեն իր մեջ դադրենք x հանած 4, ոնց որ այն արժեքը, որ ինքը ստենցում մեր 0 կետում, հիմա ինքը արդեն կտնի 4 կետում, որտեղ 4-ը կդնեմ, ես բանձե մեջ, կտա 4-ից հանած 4 հավասար է 0։ Կն 4 կետում ընդունելի է նույն այս արժեքը։ 6 կետում ընդունելի է նույն այս 2-ի արժեքը։ Այսինքն այս ամբողջ գրաֆիկն որ 4 միավորով աճ է գնում։ Այդ աճ գնալը այդ նույնա որ միջին ուղակի տեղափոխես ուրիշ տեղ, այդից օրինակ կարելի է հիշել, որ x-ից հանած μ կա։ Դե քառակուսինը պետք է հիշես, որովհետև բանը է, ինչ որ այդ μ-ից ձախ ու աճ լնելը x-ի դրական բացասականի էֆեկտ չկա։ Այսինքն քառակուսին բարձրացնում x հանած μ-ն այսպես, որ այդ դրական բացասականի պահ չունենաս, դու դրական լինի։
Այն մնացածի մասով չեմ մեկնաբարնի, որովհետև իրոք հիշելը դժվար է, բայց ժողովուրդ հանգիստ եք իրոք պետք չի հիշել, էլի, դուք իրան օրինակ ասեմ ավելին, եթե նույնիսկ այս բանաձևը հիշենք, սա խտության բանաձևն է, չէ՞։ Բանը սրա բաշխման ֆունկցիան CDF-ը հաշվելու համար պետք է իրան ինտեգրել։ Այսինքն գտնել սրա նախնական է։ Օրինակ սա ինտեգրել նախ չեք կարա, որտեվ սա նախնական չունի։ Սրա նախնական ունի նախնական, բայց նախնականը բանաձև չունի։ Կարելի է ապացուցել, որ սրա նախնական, օրինակ x քառակուսու նախնական x խորհրդ երրորդն է, բայց այս սրա նախնականը ոչ մի ձև հնարավոր չի գրել գեղեցիկ ֆունկցիայի տեսքով։ Հա, դրան ասում են տարական ֆունկցիաները հնարավոր չի արտահայտել։ Այսինքն բանաձև չկա։ a-x քառակուսի որ կա այդ։ Հա։ Ամենապես էլ է իրականում նույն բանաձևը։ Անպայման, հա, մյուն վերցնեմ 0, չէ, սիգման 1, սիգման չգիտեմ, ինչ որ 1 բաժանց արմատ 2, ու կստանամ էդի a-x քառակուսի։ Շատ ճիշտ է, դա անվանում են գաուսյան կորիզ է դրա, գաուսի կորիզ։ Հա, մի խոսքով, լավ, այդ շեղենք ուզանասեմ սրա նախնական չունի օրինակի համար, եթե նույնիսկ ուզենաք հաշվել, օրինակ բաշխման ֆունկցիան 4 կետում, հա, որքան է հավանական, որ x-ը փոքր հավասար է 4-ից։ Դա ոչ թե անում են 0-ով, այլ այսա, տեսեք, այստեղ այս մեր տակի գրաֆիկը ինքը ցույց է տալի բանը, բաշխման ֆունկցիա։ Դե վերցնում եմ դնում եմ այս գիծը 4-ի վրա, ինքը ասում է ինչքան է հավանական, որ x-ը փոքր հավասար է 4-ից, 0.99 է։ Մի քիչ մյուն կարամ փոխեմ, այսինքն, տեսեք, փոխում է։ Այսինքն սա 0-ով չեք կարա հաշվեք, այսինքն ինչ որտեղ այդ բանաձևը անգիր անելը շատ մեծ օգուտ չունի, էլի։ Հետո ամենտեղ գրած է։ Հետո էլ որ տեսնեք կճանաչեք իրան, հետո ժամանակի ընթացքում եթե ձեզ պետք լինի անգիր անել, կարծում եմ անգիր կանեք, էլի, բայց կարիք չկա Ժորժ ջան, այստեղ որ բան անգիր անել, էլի։ Գլխավորը ինտուիցիան է, հասկանալ ինչա տեղնում եւ որը երբ է կարելի կիրառել, այդի կարևոր հարցեր են։ Թե չէ, ինչ որ մի ֆունկցիա է, էլի, այդ ինչ որ մի ֆունկցիան տենց իրական շատ կարիք չկա խորանալ անգիր անել եւ այլն, էլի, բարդ անգիր անել այդ մասը։ Հա, մի բան էլ էի ուզում ասել, եթե օրինակ ուզում են հաշվեն այս մեր նորմալ պատական մեծությունը, այսինչ պարամետրերով, որքան է այսինչ կետում խտությունը, որքան է այսինչ կետում բաշխումը, ոնց է այդի 0-ով չեն կարա ինտեգրենք, տենց ասենք կարող search-եք normal distribution, ինչ որ table կամ calculator, ինքը ինչ որ գործիքի մեջ ուղղակի հաշվում ես, կամ այն գրքերը եթե բացեք, գրքի վերջում աղյուսակ է, որտեղ տարբեր արժեքների համար ասում է թե այս ասում եմ միջինը նշի, միջինը 10 տնենք, հա, սիգման դնենք 5 ու հարցնենք ինչքան է հավանական, որ մեր բանը փոքր է հավասար 1.90 մեծ հավասար է 1.96-ից, ինքը հաշվում տալիս է, որտեղ 0-ով սա հաշվելը ոնց որ նշեցինք, բան էլի անհնար է։ Նախնական չունի, էլի, որ հաշվեմ, մեջը տեղադրեմ այս արժեքը գտնեմ։ Շատ լավ։ Հարցեր, ժողովուրդ, ինչ հարցեր ունենք։ Մենք դեռ նորմալին ամբողջ հաջորդ դասին անդրադառնալու ենք, ինքը այն ամենակարևոր բանն է, բաշխումն է։ Դե մաց սպասում մյունը, վարիացիան սիգմա քառակուսն, այսինքն իրական այս երկու պարամետրերը հենց սահմանված են որպես միջին եւ վարիացիա։ Եվ մի մասնավորեն դեպքում, երբ որ մյուն 0-յա սիգման 1, այսինքն երբ որ ձեր պատական մեծությունը ունի 0 միջին եւ 1 ուրեմն բան, ստանդարտ շեղում կամ 1 վարիացիա, այսինքն 0-ի 0.1-ի շուրջ է, էլի։ Այն մեր նորվա գրաֆիկների մեջ որ նայենք, այստեղ մի խոսքով 0.1 ամեն անգամ կարող ենք բան չանենք։ Այսինքն ստանդարտ դեպքն է, երբ որ ուղղակի մարդի պայմանավորն, ասենք եկեք մյուն 0, այսինքն որ միջինը ոչ թե դրական թիվ կամ բացական թիվ, այլ չեզոք է 0-յա։ Վարիացիա ոչ մեծ է, ոչ փոքր, այլ 1 է։ Այդ դեպքին առանձին հատուկ անուն են տալի, ասում են ստանդարտ նորմալ բաշխում։ Այսինքն թե որտեղ տեսնենք գրած է ստանդարտ նորմալ բաշխում, նկատի ունի, որ բան, պատական մեծությունն է, որը նորմալ է բաշխված, զանգակաձև փոր է, որի կենտրոնը 0-ն է, եւ վարիացիան 1։ Ու եթե ինչ որ ունես sense պատական մեծություն նորմալ, որը 0.1 չէ, այլ ասենք թե 4 եւ 16 է, մյուն 4-ը սիգմա քառակուսին 16, կարաս հանգիստ իրանից հանես իր միջինը 4-ը, այսինքն տեսեք ինչ եմ ասում, եթե ունեմ sense պատական մեծություն, որը ենթադրենք, որ հետ գնանք այն գրաֆիկին, եթե ունեմ պատական մեծություն, որը նորմալ է բաշխված, բայց ոչ ստանդարտ, իրան կարամ ստանդարտացնեմ։ Տեսեք, սրա մի բանը, ասենք թե էսի վերցնենք, ուրեմն սիգման 1.9 է,
Մյուն 4։ Ինչ կարամ անեմ, կարամ 4 միավորով իրան բրթեմ ձախ, x-ից հանեմ 4, տեսեք x-ից անում եմ 4, գնում է միջինը դառնում է 0։ Այ հեսա։ Եվ կարամ ասեմ այս քո բանը, այս ցրվածությունը վարիացիան 1/9-ից սարքեմ 1։ Եթե բաժանեմ 1/9-ի վրա, վարիացիան 1/9-ի քառակուսուց կդառնա 1-ի քառակուսի, այսինքն կդառնա նորմալ։ Այսինքն ասած այն է, որ եթե ունես x նորմալ բարձված պատահական մեծություն, ինչ որ sense μ միջինով սիգմա քառակուսի վարիացիայով, x-ից կարաս հանես μ, բոլոր արժեքներից հանես μ։ Նա դե բաժանես սիգմայի վրա, նշանակես սա y-ով, այս y-ը կլինի արդեն ստանդարտ բաշխված նորմալ պատահական մեծություն, այսինքն n0,1։ Զուտ ինչներս է պետք չի, ուղղակի երբեմն ինչ որ գործողություն անելուց ասում են ստանդարտ նորմալ բաշխում եւ այլն, մի երկու պարամետր քիչ է մեջը, ավելի լավ է այդ անունտար, թե չէ այդ ընտրությունը կամայական է, էլի, այսինքն 0,1-ը թե ասենք 0,24 թե ինչ, դա ուղղակի հարմար է 0,1-ով։ Եվ էս էլ մեր էլի պատահական, ուրեմն անդադ պատահական մեծություն որ մասին խոսացինք, սա մեր անցածներից միջևս միակն է, որ համ բացասական արժեքներ կանցներ, համ դրական, որտեղ քանակ բան ժամանակ ցույց չի տալիս, էլի։ Ու ինքը շատ հաճախ է հանդիպում, ոնց որ խոստվեցի հաջորդ դասին կքննարկենք այդ որտեղ է իհայտ գալիս այս նորմալը։ Շատ լավ, դե ուրեմն այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։